լուռը Վրաստանում համարվում է բարեկեցության և պտղաբերության խորհրդանիշ։ Կարծում եմ հենց դա է պատճառը, որ ճաշկելույթներին և տոնահանդեսություններին սեղանը և կերակուրները զարդարում են նռով։ Բարի օր։ Այսօր առաջարկում միասին պատրաստենք սմբուկով և նռով աղցան։ Կսկսենք սմբուկից։ Գործ ենք դնում տախտակը։ Հեռացնում ենք ծաղկաթերթիկները, պտղակոթի կանաչ տերևները, կարելի ասել։ Կտրում ենք սմբուկի ծայրերը և կլպում։ Կտրատում ենք, նախ կիսենք երկարությամբ 4 մասի։ Եվ կտրատենք մոտ 2 սանտիմետր լայնության կտորների։ Որից հետո կտեղադրենք սիրելի ամանի մեջ։ Փաստորեն օգտագործեցի 3 սմբուկ։ Սմբուկները մաքրելուց և կտրատելուց հետո համեմում ենք մառանիկ ընկերության աղով, լավ տակն վրա ենք անում, և որոշակի ժամանակով կողք ենք դնում, թողնում ենք հյութը դուրս գցի, որից հետո քամենք և ջերմային մշակման կենթարկենք։ Այժմ մաքրենք նուռը, որպեսզի հեշտ ստացվի, սիրելի ամանի մեջ լցնում ենք սառը ջուր, վերևի մասից կտրվածք ենք անում, հանում ենք գլխարկը, կարելի ասել։ Կտրում ենք ուռուցիկ մասերից, այսպես կտրվածք ենք անում մինչև տակի մասը։ Եվ բացում ենք նուռը։ Դա անում ենք ջրի մեջ, որպեսզի հատիկները հեշտությամբ առանձնանան։ Հեռացնում ենք միջնապատերը։ Ի դեպ կլեպը կարելի է պահել։ Այն չորացնում են և օգտագործում են իբրև դեղամիջոց։ Վերջ։ Քամում ենք։
թողնում ենք հանգիստ։ Այժմ անցնենք սոուսին։ Սոուսի համար գործի ենք դնում հարիչը։ Լցնում ենք 9 փոքրիկ պճեղ սխտոր, 100 գրամ ընկույզ, առաջարկում եմ ընկույզը բովել, գոնե մի մասը, մեծ մասը բովել, այդպես ավելի համեղ կստացվի։ Կվերցնեմ համեմի փունջ, տերևները ավելի ուշ կօգտագործեմ, իսկ ցողունները կօգտագործեմ սոուսի մեջ։ Հանգիստ։ Մնա այստեղ։ Գործի ենք դնում ջեռոցի տապակը, վրան փռում ենք սիլիկոնե գորգ, հարկավոր է քամիչ։ Սիրելի աման ինձ դեռ պետք է։ Այնպես որ տեղափոխում ենք այստեղ, քամում ենք սմբուկները, հյութից մզրում ենք։ Այ այսպես, ասեք հյութը դուրս է գալիս։ Եվ լցնում սիրելի ամանի մեջ։ Յուղում ենք, կյուղեմ, Սլոբոդա ապրանքանշի արևածաղկի բուսայուղով։ Յուղելուց հետո փռում ենք սիլիկոնե գորգի վրա։ Հավասար փռելուց հետո ջեռոցը միացնում ենք տուրբո գրիլ եղանակով 200 աստիճան եւ թողնում ենք սմբուկները խորովվեն։ Անցնենք առաջ փաստորեն 100 գրամ ընկույզ լցրեցի, համեմի պտղակոթը, 9 հատ սխտոր, անցնենք առաջ, ավելացնում ենք սրան թահին, մեկ ճաշի գթալ խաղողի քացախ, մեկ անգամ հարենք, որպեսզի տեղ բացվի, բաց թող, և լցնում ենք 200 գրամ սիսեր, մի փոքր ձիթա յուղ, մոտ մեկ ճաշի գթալ,
Մարանիկ ընկերության աղ, դե սիսերը իհարկե վերցել էի Մարանիկ ընկերության սիսերը, ամբողջ գիշեր, 8 ժամ թողել էի սառը ջրի մեջ, հետո հոսող ջրի տակ լվացել եմ, խաշել եմ և շատ համար եմ։ Աղը լցրեցինք, քրքում Մարանիկ ընկերության կավելացնեմ։ Աղացած սև պղպեղ, ցիտրոն, մոտ 50 մլի ջուր, հետո անհրաժեշտության դեպքում կավելացնենք ջուրը, պետք է մածուկ ստանանք։ Համտեսենք։ Մածուցիկությունը շատ լավ է։ Հենց այն է, ինչ պետք է։ Երևի թե մի փոքր կարելի է կծվություն ավելացնել։ Կվերցնեմ Մարանիկ ընկերության կարմիր կծու պղպեղ։ Նրանք ովքեր չեն սիրում կծու, կարելի է չավելացնել, շատ հանգիստ, շատ համեղ է սոուսը։ Նրանք ովքեր շատ են սիրում, կարող են շատ օգտագործել։ Լավ է։ Եվս մեկ անգամ փորձեմ։ Հրաշալի, հրաշալի, շատ լավ է։ Մինչև սմբուկը խորովվի, եվս մեկ բաղադրիչ նախապատրաստենք։ Դա կարմիր գլուխ կարմիր սոխն է, կարմիր գլուխ սոխն է։ Մանր կտրատում ենք։ Մեկ գլուխ կարմիր սոխը տեղափոխում ենք թասի մեջ։ Համեմում ենք Մարանիկ ընկերության մեկ պտղունց աղով, շաքարավազով, կես լայմի հյութով, և պատառաքաղի օգնությամբ տրորում։ Չնայած կարելի է ձեռքով էլ տրորել։ Այդպես կարծում եմ ավելի համեղ կստացվի։ Ասում եմ ձեռքով ավելի համեղ կստացվի, շարունակում եմ պատառաքաղով տրորել։ Իհարկե ձեռքով, այսպես պետք է զգալ, թե ինչպես է հյութը դուրս հոսում ծուխից։ Մարինացնում ենք կարմիր սոխը, կավելացնեմ նրան նաև մանր կտրատած համեմ։
լցնում ենք սոխի վրա։ Համ տեսենք։ Հրաշալի է։ Սա առանձին նախուտես կարելի է մատուցել, բայց մենք կօգտագործենք սա մեր աղցանի մեջ։ Տեսնենք ինչ է կատարվում սմբուկի հետ։ Չտապենք, թող մի փոքր կարմրի այդ ընթացքում կհավաքենք սեղանը, որից հետո կպատրաստենք աղցան, այսինքն կհավաքենք աղցանը։ Խորովվելուց հետո մի տեսակ քիչ ստացվեց սմբուկը։ Կարող եք վերցնել 6-7 սմբուկ եւ կարծում եմ շատ ավելի ճիշտ կլինի։ Ինչևէ, ինչ ունենք ձեռքի տակ, այդ էլ ունենք։ Եվ կպատրաստենք, կվերցնեմ սոխի մի մասը, կեսը։ Սոխի եւ համեմի։ Սոուսից կվերցնեմ 2 գթալ, ասեմ, որ սոուսը առանձին էլ շատ համեղ է։ Այնպես որ կարող եք պատրաստել եւ օգտագործել ուրիշ կերակուրների մեջ կամ ուղղակի քսել հացի վրա։ Մնաց նուռը եւ մի փոքր կես բուռ նուռ ենք ավելացնում։ Վերջ կարելի է մատուցել։ Մատուցելիս կզարդարենք նռան հատիկներով եւ կարելի է օգտագործել նաեւ թարմ համեմի տերևներ։ Ինչու՞ չէ նաեւ քունջուտ, պարտադիր քունջուտ։ Սմբուկով եւ նռով աղցան։ Թասի մեջ լցնել կլպած, ոչ մանր կտրատած սմբուկ։ Համեմել աղով, լավ տակնու վրա անել, մի կողմ դնել, քիչ անց քամել, պատել բուսայեղով, շարել ջեռոցի սիլիկոնե գորգ կամ յուղաթուղթ փռած տապակի վրա։ 200 աստիճան տաքությամբ ջեռոցում տուրբոգրիլ եղանակով եփել։ Սոուսի համար հարիչի մեջ լցնել սխտոր, ողված ընկույզ, համեմի ցողուն, թահին, խաղողի քացախ, հարել։ Ավելացնել նախապես խաշած սիսեռ, ձիթայուղ։ Համեմել աղով, քրքումով, սև պղպեղով, չորացրած ցիտրոնով, ավելացնել ջուր, հարել, ավելացնել աղացած կարմիր կծու պղպեղ, հարել, թասի մեջ լցնել մանր կտրատած կարմիր գլուխսող, համեմել աղով, շաքարավազով, ավելացնել լայմի հյութ, տրորել, ավելացնել մանր կտրատած համեմ, խառնել, ամանի մեջ լցնել սմբուկը, վրան ավելացնել սոխով խառնուրդը, սոուսը, նռան հատիկներ, մատուցելիս զարդարել թարմ համեմի տերևներով եւ քունջութով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք լավաշ, ձու, կաթ, բանջարեղեն, խոզապուխտ, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։